Բարև ձեզ սիրելի առաջին դասարանցիներ, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները, այբենարանից այսօր սովորելու ենք П բաղաձայն հնչյունը և նրա տառերը, տեսեք երեխաներ, անգամ չի լսվում ձայնը առանց ը-ի, П-ն բաղաձայն հնչյուն է, Պատ բառասկզբում լսում ենք П, մեծատառ տպագիր П, փոքրատառ տպագիր П, մեծատառ ձեռագիր П, փոքրատառ ձեռագիր П, երեխաներ որ տառին ենք նմանեցնում, նման է Ս-ին, նման է Ա-ին, մեծատառ П-ն կարծես հերթով շարել ենք 3 պարաններ տարբեր երկարությամբ, տեսեք առաջինը վերևից սկսում ենք, հասնում է մինչև տողի կեսը, գծին չի հասնում, երկրորդը շարունակվում է մինչև տողակիցը և երրորդը գծից անցնում է ներքև, օժանդակ գիծ է քնում դեպի, իսկ փոքրատառ ձեռագիր П-ն գրելու համար մեզ պետք է գրել փոքրատառ П, կողքին դնել Ր-ի փայտիկը, Պատ, խաղում ենք խաղը, ով ավելի շատ, երեխաներ փորձում եք ավելի շատ բառեր ասել, ընկերների հետ մրցվել, ով ավելի շատ բառեր կասի, որոնք սկսվում են П-ով, օրինակ, Պապ, Պապի, Պապիկ, Պատ, Պաստառ, Պարան, Պուրակ, Պստիկ, Պնակ, Պանիր, բառերը շատ են, կարող եք մրցվել երեխաներ, հետո ասում ենք բառավերջում П պարունակող բառեր, Կարապ, Պարիսպ, Վսկապ, Շտապ, Սեպ, Պապ և ամենավերջում նոր ասում ենք բառամիջում П պարունակող բառերը, Կապիկ, Կապան, Ապար, Ապակի, Ապուր, Սպիտակ, Նպատակ, Նապաստակ, Կապույտ, Շապիկ և այլն, ինչքան հնարավոր է շատ բառեր կիրառեք և ձեր բառապաշարը հարստացրեք, այժմ կատարում ենք երկրորդ առաջադրանքը, կազմում ենք զույգեր, գտնում ենք նմանը նմանին, շատ կարևոր է, որ դուք զույգեր կազմելիս անպայման նշեք, որ տառը որին եք միացնում և ինչպիսին է այն, մեծատառը թե փոքրատառ, տեսեք օրինակում մեծատառ Տ, մեծատառ Տ, զույգը գտանք, կարող ենք հիմա փոքրատառը գտնել, փոքրատառ Տ, փոքրատառ Տ, գտանք զույգը, մեծատառ Մ, մեծատառ Մ, գտանք զույգը, փոքրատառ Մ, փոքրատառ Մ, սրա զույգն էլ գտանք, հիմա մեզ մնաց П-երին զույգեր կազմել, մեծատառ П, մեծատառ П, փոքրատառ П, փոքրատառ П, բոլորն ունեն զույգեր, անցնենք երրորդ առաջադրանքին, շրջագծենք մեծատառ П-ն և փոքրատառ П-ն, բանաստեղծությունը կարդում են մեծահասակները, կամ ծնողները, կամ ուսուցիչը, կամ մեծ քույրը կամ եղբայրը, իսկ երեխաները նայում են և գտնում П տառը տեքստի մեջ, բանաստեղծության մեջ, Պարտեզը, պարտեզը այգին է երեխաներ, նկարել եմ մի լավ պարտեզ, պարտեզի մեջ ծառեր պես, գույնզգույն, տեսակ, ծառերի շուրջ մի ցանկապատ, ցանկապատից շուն է կապած, հիշեցնում ենք երեխաներին, որ եթե ոտանավոր են կարդում կամ գրում, երեխաներ նկատում ենք, որ բոլոր տողերը սկսվում են մեծատառով, ինչպես նաև վերնագիրն է սկսվում մեծատառով, հետո թելերից կամ պարաններից, հյուսած պարաններից կարելի է տպագիր П-ն, մեծատառը և փոքրատառը ստանալ, կարելի է նաև ցորենի հատիկից ստանալ, լոբու, ոսպի, սիսեռի հատիկներից, թելերից, տարբեր գույնզգույն թելերից նույնպես կարելի է տառը ստանալ, պլաստիլինից նույնպես կարելի է ստանալ, իսկ հիմա փորձեք գրել П-ն, այն ավելի հեշտ կստացվի ձեր մոտ, որովհետև դուք արդեն բոլոր մասնիկներին ծանոթ եք, մի փոքր միգուցե դժվարանաք սկզբում մեծատառը գրելիս, բայց հետո շատ հեշտությամբ կստացվի, անցնենք հաջորդ էջի առաջադրանքներին, կազմենք բաց և փակ վանկեր, П բաղաձայնի և Ա-ի ձայնավորների միջոցով, Պ բաց վանք է, Պ բաց վանք է, Ապ
փակվանք է, իպ նույնպես փակվանք է։ Իսկ հիմա գտնում ենք տառակաբակցությունը բառերի մեջ, ժապավեն, ապակի և շապիկ։ Հիմա կարդում ենք բառերը և այսօր նոր բան ենք սովորելու երեխաներ, տեսեք, տան, պարիսպ, բառակապակցությունը երկու բառերը կապվել են միմյանց հետ, պարիսպ բառին բնութագրում է տունը, տան պարիսպ, հասկանում ենք, որ այդ պարիսպը ոչ թե այգունն է, ոչ թե դպրոցինն է, այլ հենց տան պարիսպն է, սա կոչվում է բառակապակցություն, երբ երկու բառերը լրացնում են մեկը մյուսին, տան պարիսպ, մակար, պապիկ, մակարը ցույց է տալիս, որ պապիկի անունը հենց մակար է, ինչու ենք գրել մեծատառով, որովհետև մարդկանց տրվող անունները գրվում են մեծատառով։ Մյուս բառակապակցությունը կարդանք, սպիտակ, պանիր, սպիտակը ցույց է տալիս պանիրի գույնը, թե ինչպիսին է պանիրը։ Այժմ կարդանք, կազմենք բառեր, կապիկ, պոչիկը միացնենք, ստացվեց կապիկ, պարան, վանկերը երբ միացնում ենք, ստացվում է պարան բառը, պարիսպ, միացնենք իրար, կստանանք պարիսպ, պատ, կարապ, տեսեք, կարապի փետուրն է առանձնացել, սրանք բոլորը ինչպիսի բառեր են երեխաներ, կապիկ, պարան, պարիսպ, կարապ, ճիշտ եք, բոլորը բազմավանք են և ունեն երկու վանք։ Վերջում կարող եք իրար թելադրել պ պարունակող, մ, ն բաղաձայններ պարունակող ձեր սովորած բոլոր տառերով բառեր և ստուգեք, ով է ձեզանից ավելի ճիշտ գրում։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։